Կարևոր ուղերձը, որ մենք կարող ենք ստանալ Էրդողանի հրավերից, այն էր, որ այս կերպ Էրդողանը պատասխանեց ՀՀ նախագահի դեռևս օգոստոսին ուղարկված հրավերին, այցելելու Ծիծեռնակաբերդ եւ միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մինչ այս Էրդողանը որևէ կերպ չէր պատասխանել այդ հրավերին եւ սա կարող ենք ընդունել որպես պատասխան մերժումի ձևով։ Եվս մեկ կարևոր կետ, որ պետք է մեր ուշադրությունը գրավի, այն էր, որ այս հայտարարությունը արվեց Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Եվ սա կարելի է բնորոշել որպես Բաքու-Անկարա զույգի հակահայ քաղաքականության հերթական դրսևորումը։ Կարևորում եմ ՀՀ նախագահի պատասխան նամակի մեջ Սարգիս Թորոսյանի վերաբերյալ հիշատակումը, որովհետև հասարակական ոլորտում, մեդիա ոլորտում Սարգիս Թորոսյանի պատմության վրա մենք պետք է շատ կանգ առնենք եւ առաջիկա ամիսներում բավական շատ խոսենք այդ մասին, որովհետև նրա պատմությունը բավական հետաքրքիր ուղերձներ է պարունակում նույն թեկուզ աշխատելու արևմտյան լսարանի վրա։ Եվ ահա եւս մեկ կարևոր զարգացում նախորդին է գրանցվել, Թուրքիան թույլատրել է Դոուփերինչեքին մասնակցել մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկմանը։ Թուրքիան այնպիսի քայլեր է կատարում, որը նախկինում չի կատարել եւ դրանք առաջ քայլեր են, դրական քայլեր են։ Եվ փորձում են նման աղմուկ բարձրացնող քայլերով շեղել ուշադրությունը հանրության 24-յան ուղերձ Էրդողանի, որը մեկնաբանվեց որպես դրական քայլ, բայց խորքային առումով նույն ժխտողականության քաղաքականություններն ուղղակի ավելի մոդեռն ձևով ներկայացված։ Նույն Էթյեն Մահչուպյանի նշանակումը Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնավարիչը նույնպես բում բարձրացրեց եւ Թուրքիային հենց դա էլ պետք էր, այսինքն կարծրատիպերի փոփոխություն, թե Թուրքիան ավելի ժամանակակից է դառնում, Թուրքիան փոխվում է։ Այնպես որ ապրիլի 24-ին ընդառաջ նույնպես պետք է սպասեն նմանատիպ աղմուկ բարձրացնող քայլերի, ես չեմ բացառում օրինակ սահմանի որոշակի հատվածի խորհրդանշական բացումը, ինչ որ նմանատիպ քայլեր, որոնք կշեղեն ուշադրությունը եւ ցույց կտան, թե Թուրքիան դրական տեղաշարժ է կատարում։ Մեր քայլերը ընդհանրապես քայլերից մեկը ես դիտարկում եմ մեր ռազմավարության փոփոխությունը, ընդհանրապես պայքարի ռազմավարության փոփոխությունը ցեղասպանության հարցում, մասնավորապես մի փոքր փորձենք ակտիվացնել քայլերը իրավական դաշտում խնդրի լուծման ուղղությամբ։ Դա տարբերակներից մեկն է։ Ընդհանրապես պայքարը դիվերսիֆիկացնենք, ավելի բազմաճյուղ դարձնենք։